Շնորհակալություն Տիկին Միրզոևա, հարցը ծանոթ է մեզ, ավելին ասեմ, մենք մի քանի ոչ միայն այց ենք կատարել տվյալ տարածք, այլ նաև իրականացրել ենք տարբեր տեսակի փորձաքննություններ, հետազոտություններ եւ հիմնական հետազոտությունը իհարկե մասնավորապես հողի հետազոտությունը իրականացվել եւ պարզվել է, որ հիմնական խնդիրներից մեկը նաև, որ հողերը ըստ էության միայն մեկ տեսակի սնուցում են տարբեր երկար ժամանակ ստացել եւ դրա պատճառով նաև որոշակի իրենց որակական հատկանիշներն են կորցրել եւ ես այստեղից օգտվելով առիթից կոչ կանեի մեր գյուղատնտեսներին, ֆերմերներին ոչ միայն ազոտական պարտանյութեր շատ օգտագործեին, զանգվածային, այլ նաև կենսաբանական պարտանյութերի վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ հատկապես այդ վերլուծության, այդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ հողը զրկված է ըստ էության մի շարք միներալներից, որոնք որ հենց կենսաբանական պարտանյութերի միջոցով են ստացվում։ Երկրորդ հարցը վերաբերվում էր պեստիցիդներին։ Ես նշեմ, որ այստեղ անցած տարի քաղաքականության առումով բավականին աշխատանք են կատարել, մասնավորապես արդեն բավականին ժամանակ է Հայաստանի Հանրապետություն թույլ չենք տալիս մտնի կասկածելի ծագման պարարտանյութեր, որոնք հատկապես օրինակ այն երկրներում, որոնք որ նախատեսված են միայն արտահանման համար եւ այդ երկրում օգտագործման համար չի թույլատրվում, նախկինում այդպիսի պարարտանյութեր Հայաստանում ներողություն պեստիցիդներ, այդպիսի պեստիցիդներ Հայաստան մտել էին եւ հիմա նման քաղաքականություն թույլ չենք տալիս եւ սա կարծում եմ կարեւոր քայլ է ձեր մատնանշած խնդիրներից մեկը լուծելու համար։ Երկրորդը ավելի հեշտացված կարգավորում ենք մտցրել զարգացած առաջադեմ տեխնոլոգիաներով հայտնի երկրների համար, մասնավորապես օրինակ Եվրոպական միության կամ Միացյալ Նահանգների եւ մի քանի այլ երկրների համար։ Այդ պարագայում ոչ թե Հայաստանում այդ պեստիցիդները անցնում են լրացուցիչ փորձաքննություն, այլ այսինքն ըստ էության փորձաքննություն չեն անցնում, այլ միայն փաստաթղթային փորձաքննություն են անցնում, որովհետեւ եթե ինչ որ մի պեստիցիդ օրինակ Միացյալ Նահանգներում անցել է ըստ էության փորձաքննությունը, ապա վստահաբար այն նաև Հայաստանի Հանրապետությունում կանցնի, այսինքն միայն փաստաթղթային համապատասխանության հարցն ենք լուծում։ Երրորդ խնդիրը շատ կարևոր խնդիր դուք մատնանշեցիք, մասնավորապես օրինակ կրծողների դեմ պայքարը, այստեղ ամենակարևոր խնդիրը զանգվածային պայքարի միջոցներն են եւ հիմա նախարարությունում մտածում ենք մշակել մի նոր ծրագիր, որը կմոտիվացնի մեր բնակչությանը զանգվածաբար մշակել հողատարածքները եւ դա կբերի ընդհանուր նաեւ պայքարի ոչ թե անհատական